Տիկին Անդրեասյան, մենք կարևոր մշակութային արժեքի ձեռքբերման մասին ենք որոշում կայացրել, չզեկուցող հարցերով խնդրում եմ կարճ ներկայացրեք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այո, իսկապես բացառիկ մշակութային արժեք ենք այսօրվա որոշմամբ ձեռք բերում, մասնավորապես Պաուստային ֆոնդից 175 միլիոն 360 հազար դրամ է հատկացվում, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված եւ քանդակված եկեղեցու փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի եւ Հայաստան տեղափոխվի։ Ցավոք հիմա հնարավորություն չունեմ նկարներով ցույց տալու, բայց իսկապես այն փորագրությունները, այն զարդանախշային համակարգը, որ կարող ենք տեսնել, ցույց է տալիս, որ սա եզակի նմուշ է, ընդ որում տիպաբանությունը այդ զարդանախշային համակարգի լիովին համահունչ է հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին, մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին եւ փայտի ընդհանրապես փորագրության նմուշները բացառիկ են եւ այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին, այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին եւ գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում։ Մենք այժմ իրականացնում ենք Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը իրականացվում է միջազգային աճուրդների դիտանցումներ, այսպես կոչված, եւ մեզ հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք նաեւ մեր մշակութային ժառանգության կարևոր մասն են, փորձում ենք ձեռք բերել, բոլորովին վերջերս Արշիլ Գորկու մի կտավ ենք ձեռք բերել, պարոն վարչապետ, որը շուտով կլինի Հայաստանում եւ այդ ուրեմն աշխատանքի ժամանակ ենք նկատել նաեւ այս փեղկը, պետք է ասեմ, որ սա հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված դռան փեղկ է, Բագրատունյաց շրջանին բնորոշ եւ իրականացված են նաեւ համապատասխան ռադիոածխածնային վերլուծությունները, որոնք վկայում են նրա տարիքի մասին, կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դրան մշակութային նշանակության մասին ու պետք է ասեմ, որ նաև գործուղել էինք մասնագետ, որը տեղում համոզվել է, որ այնինչ ձեռք ենք բերում, իսկապես բացառիկ նշանակություն ունի եւ նախատեսում ենք, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։ Այո, եւ երբ որ հասնի, պետք է ցուցադրությունը կազմակերպել, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ մենք նաեւ նախորդող շրջանում Մատենադարանի համար 2 աստվածաշունչ ենք ձեռք բերել, բացառիկ։ Իհարկե նման դեպքերում մենք ինչպես ենք առաջնորդվում, առաջին հերթին մասնագետների խորհրդատվությունն ենք հաշվի առնում, երբ որ մասնագետներն ասում են, որ բացառիկ նմուշ է, իհարկե բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները անցնում են, եւ սա կարծում եմ շատ կարեւոր մի process է եւ մեր մշակութային արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետություն եւ դա արվում է էլի պետական բյուջեի, այսինքն Հայաստանի Հանրապետությունում աշխատող օրենքով սահմանված հարկերը վճարող ՀԴՄ բաստողումը կամ պահանջելը չմոռացող քաղաքացիների շնորհիվ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար